Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Պատերազմի ստվերը կախված է Հայաստանի վրա։ Իսկ մենք միթե պատրաստ ենք դիմակայելու։ Ալիևը պատրաստվում է նոր արյունահեղության։ Հայաստանը կանգնած է օրհասական ընտրության առջև, կռիվ թե նոր կորուստներ։ Պատերազմը օրերի հարց է, իսկ մենք դեռ անգործության ենք մատնված։ Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանի տեղեկատվական դաշտը եւ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը անիրագործելի համարում։ Ալիևն ու Էրդողանը միթե ծրագրում են նոր գործողություններ Հայաստանի դեմ։ Արդյոք միջազգային ուժերը կարող են կանխել Ադրբեջանի նոր ագրեսիան։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ այսօր խոսելու եմ պայծառատես Կարեն Ափոյանի հետ։ Նա խոստացել է, որ բացելու է փակագծերը։ Մենք գտնվում ենք էներգետիկ առումով շատ վտանգավոր գոտիներում։ Մինչև ինքը իր ծեծը չուտի, ինքը չի հանգստանա։ Ալիևը միանշանակ մենք ծեծ ենք։ Դա չի ունենալու ավարտ, դա միթե չի պայթելու։ Իրանի քայլը կոնկրետ պաշտպանություն ու հարձակողականություն, կոնկրետ ռազմական գործողություն թույլ չտալը։ Կհարձակվի Ադրբեջանի վրա։ Թույլ չի տալը։ Կհրթիռակոծի Ադրբեջանը։ Իրանը խփելու է շատ լուրջ Ադրբեջանը, այսինքն Ադրբեջանից մնալու են շատ քիչ բաներ։ Այսօր էլ Ադրբեջանը լայն թափով ակտիվորեն գնդակոծում է Հայաստանի տեղեկատվական դաշտը։ Որ այսօր մենք բախվում ենք։ Իրանը միշտ շեշտում է, որ Զանգեզուրը կարմիր գիծ է, չէ՞։ Ալիևը կարողանում է ճնշել Հայաստանի ներկայ իշխանություններին։ Բնականաբար ամեն ինչ այդ պարզից պարզ է։ Ադրբեջանը որքանով է հոգևոր, որ նման բարգավաճման է հասնում։ Փաթեթը վկայում են մասին, որ ինքը չի ուզում խաղաղություն վերջ։ Այդ փաթեթը դնում ենք մի կողմ։ Իսրայելը ինչպիսի հույսեր է կապել այս տարածաշրջանի հետ։ Այդտեղ միջանցքով էլ հարցը չի լուծվելու։ Ես ասում եմ կոնկրետ, բայց որ ինքը սադրիչ գործողություններ անելու է, ամեն ձև պատրաստ է։ Ողջույն, պարոն Ափոյան, շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ եկաք։ Շնորհակալ եմ, ողջույն Արեգ ջան։ Քանի ամիս է չենք հանդիպել եւ չենք քննարկել թե Հայաստանում ստեղծված իրավիճակը, թե տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, թե Հայաստանում տիրող էներգետիկ դաշտը։ Նախ եւ առաջ միանգամից կուզենայի հարցնել ձեզ որպես էքստրասենս պայծառատես։ Այսօր մենք ինչպիսի օրերի միջով ենք անցնում եւ Հայաստանում ստեղծված էներգետիկ դաշտին ինչ անուն կտաք։ Նախ ոչ միայն այսօր, այլ 20 թվականից հետո մենք գտնվում ենք էներգետիկ առումով շատ վտանգավոր գոտիներում ու գնալով այդ, այսպես ասած, անկումային էներգիան շատանում է ցանոք, խորանում է ու մենք չկարողացանք իրականում ճիշտ հասկանալ մեր առջև դրված խնդիրները, թե տիեզերքից, թե ռեալ մարտահրավերները թշնամուց եւ չունենալով համապատասխան, այսպես ասած, ճիշտ գիտակցություն մենք էլի ինչ որ ապավինում ենք դրսի ուժերի, որ գան մեզ փրկեն։ Իրականում, ասենց ասեմ, կոնկրետ պատերազմական գործողությունների հետ ես իմ նախորդ եթերների ժամանակ նշել էի, որ այս տարի մարտ-ապրիլ եւ ոնց որ տարվա հաջորդ կեսին երկու փուլ կա ռիսկային, որի ոնց որ Հայաստանի վրա դեպի գործողություններ, ոչ թե լայնամասշտաբ պատերազմ, բայց ռազմական սադրիչ գործողություններ եւ հիմա նաեւ շատ տեղեկատվական աղբյուրներ վկայում են այդ մասին, որ Ադրբեջանը գաղտնի ոնց որ զորահավաքներ է անցկացնում, նախապատրաստվում է տարբեր բաների, որոնք որ իրականում մենք պետք է մատների արանքով չնայենք, ընդհանուր խաղաղության պայմանագրի հետ կապված, որ ես վաղուց ասում եի, դա միֆ է, կարելի ասել, դրա տակ Ալիևը խաղաղություն կարող է համաձայնություն տա, բայց ինքը ագրեսիան է թղթի կտորը ոչ մի բան չի անելու, որովհետև իր ախորժակը ավելի է մեծացել, որ տեսավ, որ աշխարհը ինչ որտեղ աշկ փակեց մեր Արցախի կորուստի վրա, մեր ինքնիշխան սուվերեն տարածքներին զավթելու եւ այսինքն իր ախորժակը մեծացել է, ունենալով Թուրքիայի պես բարեկամ եղբայր, այսպես ասած, ինքը չի կարող կանգ առնել եւ ուզում է, գիտի որ վաղ թե ուշ նման հնարավորություն էլ չի լինի 100 ամյակներով կամ երկար ժամանակ, ինքը ուզում է ինչքան հնարավոր է ներկայիս իշխանություններից կորզել անհնարինը ընդուպ Սյունիքի միջանցքը։ Հիմա որպես այդպիսի մեծ պատերազմի ինքը պատրաստ չի։
ավելի շատ իր ռազմական բաները պատրաստի է բերում, ոնց որ ռազմական ներուժը։ Ներողություն, որտեղից է ձեզ հասնում այդ ինֆորմացիան, որ պատրաստ չի։ Դուք ինչպես եք դա զգում, ինչպես եք դա փորձում շոշափել։ Առավել եւս հակադարձեմ ձեզ, գրեթե ամենօրյա ռեժիմով տարբեր երկրներից զենք ու զինամթերք է ձեռք բերում, Իսրայելից նորագույն տեխնիկա է ձեռք բերում, ռազմական։ Համաձայն եմ, ինքը բնականաբար, տեսեք դուք ասում եք որտեղից, չէ՞, դա իմ ներքին համոզումն է, չունեմ որևէ տվյալ։ Իմ ներքին զգացողությունն է, բայց որ ինքը սադրիչ գործողություններ անելու է, ամեն ձև պատրաստ է, ուղղակի ճիշտ բայի, որ համաշխարհային իրականության մեջ մի քիչ ամեն ինչ ավելի խառնվի, ինքը հարմար բայի նայի։ Ամեն բա չի կարա ինքը բանանի, որովհետև գերտերությունների գործոնը իրականում կա, ինքը չի կարող դենց ոնց ուզենա անի։ Կամ որոնք են այդ գերտերությունները։ Որոնք են օրինակ Ամերիկան, օրինակ Եվրոպան, ամեն դեպքում լայնամասշտաբ ինքը չի կարողանալու անել։ Վստահ եք։ Վստահ եմ, հա։ Իսկ ինչով է պայմանավորված նրա այդ հոխորտանքները դեռևս տարեսկզբին հոխորտած եւ այսպես ասած Զանգեզուրի միջանցքը պահանջեց, ասեց եթե հայերը չտան, մենք զորով կվերցնենք, պատերազմով կվերցնենք։ Հիմա ասենց ասեմ, շատ լավ պատրաստ է, չէ, եթե ասում են։ Նայեք, ինչ որ առումով պատրաստ է, ունի ներուժ, բայց այստեղ ուրիշ բան կա, էլի, այստեղ ուրիշ նրբություններ կա։ Շատերը շատ պատրաստ են սուվերեն տարածքի վրա, անկախ ամեն ինչից, ինչքան էլ շատ բաների վրա աշկ փակում են, բայց միևնույն ժամանակ արդեն այս սուվերեն տարածքը կապ չունի մեր ղեկավարությունը ինչ որ չգիտեմ ուզում է կոմպրոմիսների գնա կամ Միջանցքի անունը փոխվի կամ չգիտեմ ինչ որ բան անի, բայց այստեղ խնդիրը նրանումն է, որ այստեղ ինքը ավելի շատ վախի մթնոլորտ է ստեղծում, դա հոգեբանական ուժեղ զենք է, մենք պետք է հասկանանք, որ թե մեդիա դաշտը, թե թողորտանքները իրականում ոնց որ ավելի շատ վախներ շնչելու են, որ մեր մեջ ավելի խոճապային բան լինի, ոնց որ տրամադրություն լինի հանրության մեջ, որ վախը շատանա, ավա այս անգամ էլ կգան մեզ կմորթեն կամ նմանատիպ բաներ եւ այդ առիթը օգտագործելով ոնց որ հող է նախապատրաստում, որ այսինքն երբ որ մի հատ sense գործողություններ անի, մենք sense հեշտ ուզենանք, չգիտեմ, Սյունիքը տանք իրեն, այսինքն այստեղ իրականում ոչ թե Միջանցքի հարցն է, ոչ թե Միջանցքի հարցն է, նաեւ ինքը, այսպես ասած, Էրդողանի բերանով է խոսում երբեմն։ Այսինքն կա ավելի, օրինակ Թուրքիայի համաձայնությունը նաև այս ամենին, որովհետև ես բազմիցս շեշտել եմ, որ բոլորի համար էլ նորություն չի, որ կա մեծ Թուրանի ծրագիրը։ Այսինքն մենք պետք է գիտակցաբար նայենք, իրականում ճիշտ է ինքը պատերազմի ավարտից սկսած զենքեր էր առնում, այնվաղ չկար Սյունիքի հարցը, բայց իրենց ապագայի պլանների մեջ, իրենց նախկին պլանների մեջ այս ամեն ինչը այսօր որ հիմա ինչ տեղի ունենում, այդ նախատեսված է եղել, գրված է եղել, ըստ ոչ թե ինչ-որ ժամկետների մեջ, այլ եթե էսել կարողանանք անենք, հաջորդը էսել նելու։ Զգանք, այսինքն այսքանից հետո Ալիևի, չգիտեմ, հայտարարությունները խաղաղության, որ հայ ազգին չի վստահում կամ բան, այսինքն այդ մի հերթական ազդակն է, որ այն ամենաչհասկացող մարդը պետք է հասկանա, որ տվյալ անձը, չգիտեմ, անձել չեմ կարող ասեմ ողորմելին, ինքը խաղաղություն իր համար չի, ինքը իր ժողովրդին էլ է կործանում դենց, որովհետև ախտոշ այդ հատուցումը գալի է, որովհետև տիեզերքից այդ ինֆորմացիաներն են գալի, այսինքն հիմա իր հնարավորությունները ավելի շատ է, ոնց որ կարելի ասել իր անօրինականությունների դաշտը ավելի լայն է, որ կարողանա ինքը տարբեր երկրների աջակցությամբ կարողանա իր հանցավոր պլանները իրականացնել, իշա իրանց նաև եւ նաև իրեն, այսինքն դրա համար հիմա քանի որ ոնց որ ասած ներկայիս իշխանության ժամանակ ինքը կարողացավ թե ոնց որ ասած մեր սուվերեն տարածքներից մտնելու մինչև այսօր դուրս չգալ, այո, Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում հիմա ինքը վստահ գիտի, եթե ներկայ իշխանությունը փոխվեց, ինքը անկախ ամեն ինչից ժամանակի կորուստ է ունենալու, չի կարողանալու, քանի ներկայիս իշխանությունն է, որը տվելու ձեն չի անել։ Ինքը պատրաստ է էլի փոքելու։ Ինչ է նշանակում, Ալիևը կարողանում է ճնշել Հայաստանի ներկայ իշխանություններին։ Բնականաբար ամեն ինչ այդ պարզից պարզ է։
Այսինքն մեր իշխանությունը ամեն ինչ անում է գնալ խաղաղության, իրականում ամեն ինչ անում է ոնց որ չափից շատ զոհաբերություններ է անում, որը ես ճիշտ չեմ համարում, բայց անում է, չէ՞։ Բայց դիմացինը, այսինքն որ ասում է, չէ, եթե այս արիր, այս էլ պետք է անես, այսինքն միշտ պատճառներ կան, որ խաղաղություն չլինի։ Այնտեղ մեջբերում է 300,000-ի վերադարձ, Հայաստանի վնասի փոխհատուցում, այսինքն այդտեղ անվերջանալի են բաներ կա Արցախյան մարտերին մասնակցած բոլոր ազատամարտիկների վերադարձ։ Հա, այսինքն այդ անիրականանալի, իրականում ոչ տրամաբանական, ոչ կառուցողական քաղաքականություն դիտավորյալ, ինքը լավ գիտի, որ այդ ամեն ինչը տեղի չի ունենալու, բայց ոնց որ շահարկում է անընդհատ, որ մատե թափ տալի, այսը խելոք չմնացիք, մի հատ եմ այսը չգիտեմ հարցակվելու կամ որոշակի բանան ու միշտ համընկել է, որ երբ որ ինքը սադրիչ ոնց որ սխալ ինֆորմացիա է տարածում, որ պաշտպանության նախարարությունը անդադ հերկում է, այո, մեկ օրվա մեջ 4 անգամ ոնց որ դարձել է կոպիտ ասած հերկման նախարարությունը, այսինքն այդ պիտի այնքան ալիքով եվրոպական դիտորդներով ամբողջ աշխարհով է տարածվել իր կեղծիքները, որ այսինքն ինքը էլ ռիսկ չաներ նման սադրիչ, որը ապացույց չկա այսօր տեխնոլոգիայի դարը թող նկարեր, օրինակ եթե մենք սադրել ենք, թող ապացույցով մտներ, չգիտեմ, միջազգային դատարան կոպիտ ասած։ Այսինքն այդ անլուրջը, այդ ինֆորմացիոն կոնկրետ հարձակում է, որը ինքը միլիոններ է ծախսում, որպեսզի այդ ինֆորմացիոն բլոկը աշխատի, նաև մի բան էլ ասեմ, ես վերջերս եմ նկատել, հիմա տարօրինակ բան է, որ հիմա բոլորը կարող չեն ստուգել հեռախոսների մեջ, բջջային հեռախոսների մեջ, որտեղ որ այսպես ասած ստեղնաշարը լեզուներով որ փոխում եք, ավտոմատ շատ հեռախոսների վրա ընկել է ադրբեջանական ֆոնետիկա։ Այսինքն միլիարդներ է ծախսվում, որ այդ ամեն ինչ արվում է, որ ամեն ձևի, որպեսզի ոնց ասեմ, հոգեբանական տերոր է, հոգեբանական էլ, ֆիզիկական էլ, բնաջնջման տերորեր, այսինքն չի կարելի նման մարդու հետ խաղաղության գալ, օքեյ, խաղաղություն, բայց զգոն խաղաղություն։ Ինչ պետք է անել, պարոն Ափոյան, ինչ անել։ Ասում եք, որ Ալիևը կարողանում է ճնշել Հայաստանի ղեկավարին։ Հայաստանի ղեկավարը միթե չի կարողանում հակազդել Ալիևին, չի կարողանում, չի կարողանում, չէ, այստեղ անկախ ամեն ինչից, չի ցանկանում, թե չի կարողանում։ Չի կարողանում։ Ուժից վեր է։ Հնարավոր է, բնականաբար իր մասնագիտական որակներից ու գաղափարներից իր ներուժից վեր է ինքն։ Հիմա ասենց ասեմ, ես օրինակ, տեսեք, մենք միշտ հարցադրում ենք անում, որ առաջնորդ չկա, չգիտեմ, մեկը չկա, նման բաներ, չէ՞։ Մենք պետք է հստակ դնենք առաջնորդի ոնց որ ինչ որակներ պետք է ունենա առաջնորդի կերպարը մենք չունենք։ Ինչպեսի գաղափարախոսություն պետք է օժտված լինի։ Օրինակ, sense մի հատ բան կա, մեր հասարակության մեջ մի հատ շատ հանցավոր, սխալ մտածելակերպ կա, նայեք որն է, որ sense տարիներով կամ դարերով եկել է, շիրում երևի դարերով եկել, sense են ասում։ Դա ենթադրենք մենք ինչ որ պաշտոն ունի, չասեմ ամենավերևները պաշտոնը, դա ասում է դե իրան պաշտոն է տվել, ինքը գոնե մի քիչ պիտի ուտի, թող շատ չուտի, դե մի քիչ ուտելը նորմալ է, էլի։ Այսինքն առաջնորդի կերպարը մեր մոտ ասոցացվում է, որ ինքը պետք է օրենք խախտի, ինքը պետք է ուտի, ինքը պետք է հարստանա, նոր ոչինչ։ Իսկ որ մեկը գալիս ասում դա արդեն ինքը ունի, ինքը չի ուտի։ Այդ տրամաբանությունն է, հանցավոր տրամաբանությունը, այսինքն առաջնորդը եթե չեղավ հոգևոր որակների կրող իր բարոյական սկզբունքներով, դա նա չի կարող իրավունք չունի, որովհետև նայեք, ոչ թե գործ ունենք ինչ որ անձանց հետ, խմբերի հետ, մենք գործ ունենք ամբողջ ազգի գենի, հարյուրամյակներով, հազարամյակներով գենի ճակատագրի որակի հետ, որը այսօր կանգնած է շատ աղետալի վիճակում։ Հայրենիքի կորստի արժև ենք համաձայն եմ, բայց նայեք, sense մի հատ Արեգ ջան, sense մի հատ շատ տրամաբանական հարց է գալի։ Աստված չի թույլ տալիս ամեն ինչը տեղի ունենա։ Եթե մենք ընդունում ենք, որ Աստված կա եւ Աստծո արտարությունը կա, խնդրեմ, պատասխանեք։ Ես անդադ փորձում եմ այդ ամեն ինչը ավելի շատ էներգետիկ պլանով հասկանալ, որ հասկանալ ինչ անել, որ փոխվել։ Այս հին խոսք կա, չէ՞, ամեն ժողովուրդ արժանի իր թակավորին, դրա մեջ ճշմարտություն կա։ Այսինքն մենք որակապես այնքան ենք թուլացած, ոչ թե այստեղ մեղավորների փնտրելու հարցն է։
մենք պետք է մեր որակները թե գիտակցական, թե կրթական, թե մշակույթի ինքնաճանաչման, թե հոգևոր ինքնաճանաչման, եթե մենք ինքնաճանաչում չունենք, այդ ծրագիրը չի ներմուծված մեր մատաղսերուններից մինչև, չգիտեմ, գիտակից հասուն մարդկային գիտակցություններին, մենք գնալով քայքայվում ենք։ Այստեղ Ալիևը իրականում կամ Թշնամին ինքը խթան է, որ մենք անընդհատ արթնանանք, որ մենք չքնենք ավելի խորը, որովհետև շատ այսօր մեր իրականության մեջ տեղի ունենում շատ հանցավոր երևույթներ, որ ամեն օր, չգիտեմ, հայրենակիցները իրար սպանում են երիտասարդ։ Մի փոքր այսքան առիթի պատճառով տեղ Ալիևն է մեղավոր, տեղ, չգիտեմ, ով է մեղավոր։ Տեղ ընդհանուր համակարգի բացերն են, որ այսօր մենք բախվում ենք։ Դե արդեն Թշնամի երկրի կողմից, Հայաստանի թշնամիների կողմից այդ մետաստազները դրված են դրա համար, այստեղ սենց ասեմ, մեր հույսը մենք ենք։ Օրինակ, սենց ասեմ, տեսեք, հիմա մի պաս սենց դերերը շուռ տանք։ Օրինակ, Ալիևը լիներ Հայաստանի կարգավիճակում։ Ունենք մենք լիքնարություններ միջազգայնացիանում, առավելություններ Արցախի հարցում։ Ինքը հիմա, եթե ներ ոնց որ այս շանսեր ունենար, ինքը չունենալով պատմություն է ստեղծում իր համար, չունենալով մեր մշակույթն է որտեղ գրում, ասեն չունենալով, բայց կան ունենալով հանդերձ այդ տիպի մարդը ինչ կաներ։ Այսինքն ոնց որ իր երկրի համար ինչքան է ասենք ինքը վատն է, էս է, այն է, ինքը ոնց որ իր խելքով, իր գիտակցությամբ իր երկրի համար է անում կամ իր բանի համար է անում, չէ՞։ Իր երկրի համար է անում, իր անվան համար է անում, իր իշխանությունը պահպանելու համար է անում։ Այսինքն բնականաբար բայց ինքը արտարացնում է, ես չեմ ասում թե ճիշտ է։ Բայց արդյունքը այն է, որ Ալիևը մնաց իրենց պատմության մեջ հերոսը վերադարձրեց ըստ իրենց պատմական հողերը։ Դա աբսուրդի ժանրից է։ Պատմությունը խեղաթյուրելով, համաշխարհային պատմությունը խեղաթյուրելով, նա դարձավ հերոս։ Այդ կեղծիքը Կարեն, դա հատկապես ձեր նեղ մասնագիտության մեջ է տեղավորվում։ Այդ կեղծիքը ստեղծել, զարգացնել, բարգավաճացնել եւ մատուցել, հրամցնել ամբողջ աշխարհին, դա չի ունենալու ավարտ, դա միթե չի պայթելու։ Նայեք, զուտ ինչը վերաբերվում է ազգերի ճակատագրի էվոլյուցիային։ Մարդկային ճակատագիրը ենթադրենք 60-ից 80-100 տարի է, չէ՞։ Միջին վիճակագրը 100 չկա էլ, այդ շատ հազվագյուտ են, էլի 70, ասենց ասեմ։ Ազգերին 100-ամյակներով է չափվում։ Այսինքն բայց կոնկրետ անձն է, չէ՞ դա անում։ Հա, անձն է անում, բայց անձը նաև ինքը ներկայացնում է համակարգ։ Համակարգի փոփոխությունները դանդաղ են տեղ ունենում համեմատաբար, քան մարդու անձի հետ կապված փոփոխությունները։ Հիմա ես վստահ եմ, որ այդ հատուցման պահը սարերի հետևում չի, բնականաբար, որովհետև այսօր ամեն ինչը շատ արագ է փոխվում։ Որովհետև տիեզերական մետաֆիզիկայի մեջ շատ օրենքներ, շատ ընթացակարգեր, շատ հանգամանքներ սկսել են շատ արագ աշխատել։ Այսինքն մենք պետք է չնստենք, սպասենք, որ երբ պիտի գա հատուցման, օրինակ, տեսեք շատ ճիշտ հարցադրում եք դնում, հատուցման արագացման, բա մեզնից է կախված։ Մեր անգործությունը, մեր վախը, մեր հիասթափությունը, մեր ներքին պառակտումը երկարացնում է իր հատուցման ուշացումը։ Մեր համախմբումը, մեր իրար հանդեպ սիրով լցվելը, հանդուրժողականությունը, որ ես քաղաքական դաշտում չեմ տեսնում հանդուրժողականություն, փողոցում տրանսպորտում չեմ տեսնում հանդուրժողականություն։ Հա, այսինքն բնականաբար, տես դուք եք շեշտում, դուք եք նկատի ու այդ բան չի։ Այսինքն եթե մենք չունենք հայրենակիցների հանդեպ, բոլորս էլ սխալական ենք, ոչ մեկի ոտքերը ամպոտ չեն։ Բայց եթե մենք չունենք այդ հանդուրժողականությունը, Թշնամին մենակ դրանից աճում է։ Հիշեք։ Սա ազգային մենտալի հարց է, սա ազգային հոգեկերտվածքի հարց է։ Չեմ կարծում, որ մենք չենք ունեցել։ Հակառակ, երբ ուսումնասիրում ես քո ժողովրդի պատմությունը դեռևս հազարամյակներ առաջ, հասկանում ես, թե որտեղից է ծերված։ Քո արժանապատվությունը ինչպիսի վեհ ու վսեմ հատկանիշներ է ունեցել։ Ինչերի միջով ես անցել, ինչեր ես հաղթահարել, ինչպիսի բռնակալներ ու բռնապետեր ու թշնամի երկրների առաջնորդներ են եկել գնացել, բայց քո հողն ու հայրենին անսասան է մնացել։ Անսասան է մնացել մեր ոգին։
բայց հողը անսասան չի մնաց, հողը գնալով մենք փոքրացել է, այո, կորցրել ենք։ Մեր խելքի, այսպես ասած, պատճառով, այսինքն մեր թե ներքին դավաճանության, թե գումար շատ սիրելով, նյութին ավելի շատ նշանակություն տալով։ Բայց դե վստահ եմ նաև, որ գենի մեջ այդ կարևոր հատկանիշները չեն կարող մեռնել։ Չեն կարող մեռնել, բայց կարող են խորը թաղվել։ Այո, հիմա եկեք քննարկենք եւ խոսել այդ խորը թաղված գեները, այդ քնեցրած գեները, որ տարբեր միջոցներով դրսից, ներսից, թշնամական տարբեր միջոցներով փորձել են ինչ որ ձևով դա խեղաթյուրել, քայքայել, քնացնել։ Մենք ինչից պետք է սկսենք։ Մենք ինչը քանդելով, ձեր խոսքից ասած, թաղվածը, ինչը քանդելով, ինչ գործիքներ են մեզ այսօր անհրաժեշտ, որ կարողանանք քանդենք ինքնուրույն եւ այդ գենի վեհությունը հասկանանք։ Միասնական դառնանք, հանդուրժող լինենք, համբերատար դառնանք, հասկանանք, որ այնպես չի, որ միլիարդավոր ենք։ Մի քանի միլիոն ենք։ Անպայման։ Նայեք, ինչը սկսել, շատ բաներից կարելի է սկսել, բայց առաջնայինը ես շեշտում եմ փոխադարձ սերը, անկեղծ եմ ասում։ Եթե ցանկացած իրավիճակում ընդհանրենք կենցաղային խնդիր կլինի, չի ինչ-որ հարցեր կլինի, այսինքն որ կա անձերի բախում։ Եթե այդտեղ մեկը կոմպրոմիսի գնում է ու սիրով որոշակի բան անում, ոչ թե ագրեսիվ, գիտակցելով, որ իր դիմացինը ոչ թե թշնամի է, հայրենակից է, որը սխալ է արել։ Այդ դեպքում միանգամից իրավիճակը փոխվում է։ Երկրորդ կարևոր բան, առաջինը սերն է, հիշեք, այսինքն եթե մենք, չգիտեմ, օրինակ ցանկացած ազգային ժողով կլինի, չգիտեմ, տարբեր քննարկումներ կլինի, քաղաքապետարան կլինի, եթե մթնոլորտի մեջ սեր չկա հանուն հայրենիքի ու հանուն միմյանց, այդտեղ ինչ էլ ուզեն քննարկեն, ով էլ ճիշտ դուրս կա, մեկ է դրանից պետությունը չի շահում։ Անպտուղ է։ Մնա այդ արդեն ամբիցիաների խնդիր է։ Երկրորդ կարևոր բանը դա մեր լեզուն, մեր հազարամյակներով լեզվի պահպանումն է, լեզուի նկատի ունեմ նաև դրա մեջ մտնում է մեր մշակույթը, մեր արվեստը, մեր անհատներին, որոնք որ այդ դրա ներկայացուցիչները մեր ոնց որ ոգեղեն մարտիկների ոնց որ սխրանքները, որ այդ կրթության միջոցով մատուցվի երկերի, պարերի, այսինքն ես այդ մասին էլի եմ խոսել, որ ինչքան շատ կարևոր է, որ մենք մեր մշակութային միջոցառումները հանրային դաշտվայրերում շատացնենք, ոչ թե փակ սենյակներում, այլ դա իրականում մեր օրինակ մեր էպոսը, մեր հին պարերը, մեր շարականները, մենք այնքան հզոր մշակութային բաներ ենք, դրանք ամբողջը գաղտնագրեր են կարևոր, որ նաև մեր ոգու արտնացմանը հիմա անկեղծ եմ ասում, ցանկացած միջոցառման, երբ որ չգիտեմ, Արտասամանյանը, Ռաբիզը, չգիտեմ, 6-8 նման բաներ է, օքեյ, մի հատ դնում ես հայրենասիրական բոլորը միահամուռ ոնց որ սենց երկեն, այսինքն առիթ է պետք, կայծ է պետք։ Իսկ եթե գիտակցված չենք անում, մենք դրա համար պետք է հատուցենք, այսինքն մեզ պետք է արտնասնեն ցավով։ Հիմա մենք այդ հատուցման մեջ ենք, հա։ Ցավոք այո։ Այսինքն իրականում նայեք, սենց ասեմ, էլի անկախ ամեն ինչից ամբողջ աշխարհում հիմա գնում է շատ ուժեղ տրանսֆորմացիա։ Ով չի գնում դեպի հոգևորը, ասկ կլինի, անց կլինի, չգիտեմ, մշակույթ կլինի, չի պահպանում այդ հոգևոր էներգետիկան, ինքը կորելու է։ Կտեսնեք շատ երկրներ սենց ոչնչանալու են, ովքեր որ հոգևոր չեն կամ հոգևորին խանգարել են։ Այդ Ադրբեջանը որքանով է հոգևոր, որ նման բարգավաճման է հասնում։ Նայեք, սենց ասեմ, ինքը հոգևոր չի բնականաբար, ինքը շատ բաներ խախտել է, բարգավաճում չի դա զավթում է, այդ տարբեր բաներ են։ Զավթիչը կարա հարուստ լինի, զավթելու միջոցով բարգավաճում է։ Բարգավաճելի իմ հասկանալով արդար ձևովն է։ Ավելի դրական։ Հա, ավելի դրական։ Օրհնված, բնականաբար Աստծո կողմից օրհնված։ Հիմա այս ամեն ինչ էլ եմ ասում ազգերի մասշտաբով, sense տարիների կամ տասնամյակների հարց է։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք ճիշտ գիտակցենք, այսօր ոչ թե նստենք մտածենք, թե ում վիճակը ոնց կլինի, չէ, պետք է դա էլ հաշվի առնել, բայց այսօր մենք ինչ ունենք անելու։ Օրինակ,
Այսինքն որպես ճիշտ երկրի ղեկավարը, մենք միշտ տենց պետք է խոսենք, որպես հայրենասեր երկրի ղեկավարը, հիմա իր անելիքները մենք պետք է մեր մեջ ֆիքսենք ու պահանջենք։ Սկսած, այսինքն այդ սկզբունքները դնենք, որ ամբիցիաներ չլինի, անձեր չլինի, նախկին, ներկա, այդ սաղ դիտավորյալ սարկած ծրագրեր են։ Այսինքն ինչ նախկին, ինչ ներկա կա հայ գիտակցություն, հայ լինելու, գիտակցված հայ, ոչ թե պրոստը ազգանովյան, կամ չլնելու, չգոյ։ Հիմա մենք պետք է կանգնացենք այդ ընտրության այդ մեջտեղում, ուզենք, չուզենք։ Որովհետև, օրինակ, ասենց ասեմ, երբ որ մեր ոգին թուլացած է, հիմա, չէ՞, ասենց սախ բոլորս հիաստապված, հոգնած, դավաճանված, խաբված, ագրեսիվ, չարացած, այդ տրամադրությունն է մեծ հաշվով, անտարբեր, ովքեր որ չեն դիմանում, ասենց անտարբերություն են մտնում։ Ես չեմ մեղադրում։ Բայց նայեք, այստեղ ինչն է մարդուն այդ վիճակից հանում։ Ինչ որ ասենց ծակոց, ինչ որ խնդիր, որ ասենց արթնանա, հեշտ խոսքով, ինչ որ քարոզներով բան չի փոխվում։ Ռադիկալ բան է պետք։ Իսկ երբեմն այդ ճշնամին չգիտակցված է սրում է այդ, ասենց կայծը տալիս է, որ մենք կամ ես կողմ կամ այն կողմ։ Սևակն է իր խոսքում իր տողերում ասում, ցավն է մեզ հաճախ առաջ մղում։ Միանշանակ։ Կարեն, ձեր խոսքում սկզբում ասացիք, որ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի այստեղ հոգեբանորեն առաջացնի մեծ վախ, բարոյականության նորմերը խախտելով փորձում է մեր մեջ հասունացնել վաղվա օրվա հանդեպ, որպեսզի մենք չունենանք լույս, հույս։ Այսօր էլ Ադրբեջանը լայն թափով ակտիվորեն գնդակոծում է Հայաստանի տեղեկատվական դաշտը։ Սկսած թե ինչպես է Ադրբեջանը կեղծ հայտարարություններ անում, որ Հայաստանը կրակում է Ադրբեջանի սահմանների վրա, դա էլ օգտագործելով որոշ քաղաքական գործիչներ, որոշ պատգամավորներ ասում են, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի ապրիլին Ադրբեջանի հետ։ Զենք է ձեռք բերում, զինամթերք է ձեռք բերում, որպես էքստրասենս կարող եք վերլուծել եւ կանխազգալ։ Ադրբեջանը տարբեր խողովակներով հասկացնում է աշխարհին նաեւ մեզ, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի ապրիլին։ Կարող է սա միտումնավոր Ադրբեջանի ծուղակն է, ինքն է պատրաստվում եւ պլանավորում։ Ոչ թե կարող է պարզից է պարզ է, ինքը ամեն օր պատրաստվում է, ասում եմ, ինքը սպասում է հարմար առիթի։ Բնականաբար ինքը հող է նախապատրաստում, որ հետո իբր բաներ ունենա, բայց աշխարհը այդքան էլ միամիտ չէ, ուղղակի իր հիմնական քաղաքականությունը այն է, որ ինքը կարողանում է, ինչքան կարողանում է, այդքան առնում է, կոպիտ ասած, մարդկանց, որ շատերը աշկերտները փակեն։ Բայց արդեն ինքը իր ուզածին հասել է, որ ինքը պահանջում էր, այսպես ասած, հիմա միջազգային շատ բաներ ասում են, դու էլ իրավունք չունես։ Ինքն էլ ասում է, չէ, ես թողեք, ես էլի կպոկեմ, ինչքան կարամ, այդքան կպոկեմ։ Հասկացաք, այսինքն այստեղ ես դա եմ զգում։ Մենք ինչքան թույլ տանք, թույլ տալով օրինակ, ասենց գնանք, որոշակի կոպիտ ասած համաձայնենք ինչ-որ ցավոտ զիջումների, ասենք լավ, ինչքան սահմանն է, այդտեղ մնանք, էլ կյանքում պատերազմ չլինի, մեր համար ցավոտ է, չէ՞։ Բայց դա չի ուզում նա։ Բա չի ուզում, այսինքն դա էլ է քիչ, այստեղ լիակատար էլի եմ ասում, այստեղ Ալիևի խնդիր չի։ Մի քանի էջանոց պայմանների փաթեթ կա։ Հա, չէ, նայեք, դուք մի հատ պետք է, այդ փաթեթը վկայում են մասին, որ ինքը չի ուզում խաղաղություն, վերջ։ Այդ փաթեթը դնում ենք մի կողմ։ Փաթեթն ենք դնում մի կողմ, թե խաղաղության պայմանագիր կոչված է։ Խաղաղության պայմանագիրի իր կետերով, այսինքն դա ինքը չի գալու դրան։ Ինքը հնարավոր է, ինչքան հնարավոր է փոկի, եթե տեսնում է, որ էլ չի կարող փոկել, ինքը, նայեք, ասենց ասեմ, տեսեք հիմա ասում ենք Ալիև, մենք պետք է պատկերացնենք, որ ինքը մենակ չի։ Այսինքն իր հետևում կան ուժեր, որոնք որ պետություններ կամ, չգիտեմ, Թուրքիան, Իսրայելն են մնացածներ, որ անմիջապես աջակցում են իրան, որովհետև ինքը նաև, այսպես ասած, լավ առիթ է, որ Իրանի վրա երբ որ հարձակում լինի, այսինքն իր տարածքը, իր ներուժը կամ իր բազաները օգտագործվի։ Այսինքն նաև Ալիևին պարզից էլ պարզ է, որ դրա համար են պահում։ Այստեղ ոչ միայն Հայաստանի այդ խնդիրն է,
Այսինքն Իսրայելի կամակատարն է։ Նորություն է։ Կամ Թուրքիայի կամակատարն է, նորություն է դա։ Իսկ դրա մասին միթե Իրանը չգիտի եւ ոնց կարող է չգիտենալ։ Իրանը չի հասկանում, չի տեսնում, չի գիտակցում, որ իր քթի տակ շատ լավ էլ գիտակցում է Իրանը, այսպես ասած, կան միամիտ քաղաքականություն չունի։ Մենք դիվանագիտություն չունենք, Իրանը շատ լավ ունի։ Իրանը միշտ էլ շեշտում է, որ Զանգեզուրը կարմիր գիծ է, չէ՞։ Ու այդ կա, այդ իրականում իր համար լինելու է։ Աստված չանի նման սցենարը կյանքի կոչվի։ Եթե մի օր որոշեց Ադրբեջանը իր խոսքի տերը լինել եւ պատերազմ մղել Հայաստանի դեմ Սյունիքում, որպեսի փոկի ճակերտավոր Զանգեզուրի միջանցքը, Իրանի քայլը ո՞րն է լինելու։ Իրանի քայլը կոնկրետ պաշտպանություն ու հարձակողականություն, կոնկրետ ռազմական գործողություն թույլ չտալը։ Կհարձակվի Ադրբեջանի վրա։ Թույլ չի տալը։ Կհրթիռակոծի Ադրբեջանը։ Կարող է Ադրբեջան չէ, բայց այդ տարածքի պաշտպանությունը իր վրա կվերցնի։ Այսինքն եթե տարածքի պաշտպանությունը իր վրա վերցնի, եթե պատերազմ լինի, հարձակվելու է կոնկրետ ադրբեջանական զորքերի վրա։ Միանշանակ, եթե Ադրբեջան դրանից հետո կարող ուրիշ հատվածից հարձակում գործի Իրանի վրա, Իրանը խփելու է շատ լուրջ Ադրբեջանը, այսինքն Ադրբեջանից մնալու են շատ քիչ բաներ։ Կանի Իրանը։ Միանշանակ ես չեմ կասկածում։ Որտեղ Իրանի համար Հայաստանը այդ սահմանը կարևոր շատ առաջնային խողովակ է արտաքին աշխարհի հետ։ Այսօր իրականում, նայեք, ես ասենց ասեմ, ես իմ զգալով եմ ասում, իրականում Ալիևը այդ միջանցքի կարիքը չունի։ Հիշեք։ Կա ալտերնատիվա, առաջնային չի դրված այդ միջանցքը։ Բա ինչ է ուզում։ Բա ինչ է ուզում, ինքը, այսպես կոպիտ խոսք է, մուռ է հանում։ Վրեժ է լուծում։ Միանշանակ, այստեղ վրեժի խնդիրն է հայ ազգից։ Ասում եք մեր գերիների հետ ոնց են վերաբերվում։ Դա ինքը վրեժ է լուծում։ Կոնկրետ այդ չարությունը, այդ վրեժը սատանայություն է։ Այստեղ միջանցքի խնդիրը չի։ Թե Իրան ասում է, սենց չէ, սենց է, ես սենց եմ ճանապարհ տալի։ Այսինքն միջանցքով էլ հարցը չի լուծվելու։ Ես ասում եմ կոնկրետ հայ ազգի գոյություն չունենալն է ուզում այդ մարդը։ Ոնց չի։ Բացահայտել ասում է դրա մասին։ Հա, այլ ոնց, այսինքն մեզ ստորացնելուց հաճույք ստանալն է ուզում։ Ոնց էր թուրքերը ցեղասպանում էին, մեր հղի կանանց փորը բացում էին ու հաճույք են ստանում դրանից, իրանք էլ նույնը կրկնօրինակեցին Արցախում շատ տեղեր, չէ՞։ Այսինքն ոչ թե պատերազմ էր առանց զինված մարդկանց վրա, անզեն մարդկանց վրա, բայց հայերը երեխաների, հղի կանանց անպայման, այսինքն այդ նույն գենի, նույն ցեղասպան գենի շարունակությունն է պապիկների, հա, արհեստական ստեղծված տարածքում, որը պետք է Թուրքիայի գործիքը դառնա, Իսրայելի գործիքը դառնա, որ ինքը ոնց որ ասած իր չար գործը անի։ Որտեղ որ դուք ասում եք պետություն, ինքը պետություն չի, դարձած հավաքված որոշակի բանը։ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում Ամերիկան ինչ քայլեր կձեռնարկի։ Ագրեսիան հարաբերական ասված ինքը coach of hunters կգա դատարացնելու շտաբ, որովհետև հիմա իրականում, այսինքն մեր տարածաշրջանում, հատկապես այս հատվածում իմ զգալով գերտերություններին պետք չի ռազմական գործողություններ։ Թրամփը ինչպես է վերաբերվում Ալիևին։ Նայեք, այստեղ ես չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել, բայց ինքը թե մեր իշխանություններին, թե Ադրբեջանի պես պետության, թե Վրաստանի, ինքը չի կարող շատ լուրջ վերաբերվի։ Ով իր շահերը, ով իր ոնց որ հետ ճիշտ խաղաց, ինքը ավելի դրա կողմը կարող լինի։ Այսինքն հաշվի նստելու խնդիր չկա այդտեղ։ Այդտեղ շահերի համընկման խնդիր։ Ավելի մեծ գերտերություններ կան Թուրքիան, հա։ Բնականաբար, Թուրքիան էլ Ադրբեջանի հովանավորն է։ Բնականաբար այդտեղ շահերի որոշակի բաներ կա, այստեղ էլ եմ ասում, այստեղ օգնում է դիվանագիտությունը, որը մենք բոբիկ ենք դրանից, կոպիտ ասած։ Ամեն դեպքում ճիշտ դիվանագիտություն չենք տանում։ Իսկ իրենք շատ լավ դիվանագետներ են, որ մենք պետք է չթերագնահատենք։ Այսինքն այդ դիվանագիտությունն է, որ այսօր մեր մեջ sense խոճապ է առաջացրել, թե չէ, որ ասում են թուրքելի եւ նույն վախկոտ թուրքն է, կոպիտ ասած։ Ուղղակի մեր հիմնական խնդիրը թե երկրի մասշտաբով, թե անձի մասշտաբով պատրաստ լինել ամեն օր, ամեն վայրկյան ցանկացած սցենարի։ Այսինքն պատրաստ լինել նշանակում է կրթվել, նշանակում է առողջ լինել, նշանակում է գիտակից լինել, նշանակում է զինված լինել, ինքնապաշտպանված լինել։
ցանկացած աղետների բնականից սկսած մինչև մարտածին, որտեղ այսօր աշխարհում ամեն օր մոլեգնում է բնական աղետները նաև։ Մենք բնական աղետների բանով, գիտելիքներով պաշտպանություն չունենք։ Մենք Չինաստանում, Ճապոնիայում շատ տեղեր, որտեղ որ շատ են երկրաշարժները, այն մանկապարտեզի երեխայից սկսած արդեն ցանկացած իրավիճակում իրենք գիտեն ինչ պետք է անեն, արագ կազմակերպվում են ու տեղ կյանքեր են փրկվում, տեղ իրավիճակներ։ Այսինքն մենք խոճապային ենք հիմա։ Եթե մի բան լինի, լուրջ հարց լինի, այսինքն կազմակերպողներ չկան, կոպիտ ասած, խոճապարները ավելի շատ են խառնակիչները կամ խոճապ տարածողները, քան իրական կազմակերպիչները։ Այսօր մենք ներքին այդ խնդիրը ունենք։ Այդ շատ լուրջ խնդիր է, շատ լուրջ։ Այսինքն մենք դրա վրա պետք է աշխատենք, մենք պետք է քիչ խոսենք, շատ գործենք, բայց այսօր մենք շատ խոսում ենք, ոչ մի բան չենք անում, մենակ մեղադրում ենք, մեղադրելը հեշտ է։ Շատ է խոսվում Իսրայելի դերի մասին, որ ինչպես է օգնում Ադրբեջանին եւ ինչպես է կարողանում այդքան զենք ու զինամթերք մատակարարել Ադրբեջանին։ Իսրայելը ինչպիսի հույսեր է կապել այս տարածաշրջանի հետ։ Իմ զգալով, իմ հասկանալով, ինքը առաջի իր թիրախի Իրանը լինելով հանդերձ, ոնց որ նաև Ամերիկայի օգնությամբ, որովհետև նայեք Իրանը ինքը ունի անկախ ամեն ինչից հզոր դարերով եկած մշակութային արժեքներ, այո, որոնք որ իրեն միշտ ուժեղ է պահում։ Այսինքն այդ արժեքներն են, այդ ավանդույթներն են կարող է եվրոպական պետությունների ներկայ ժամանակակից աշխարհի համար հնադարյան է կամ մոտայից դուրս է, բայց այդ իր կարող շատ իրանցիներ, ընդդեղի ապրողներ դժգոհ են իրենց օրենքներից, բայց իրենց ազգային գաղափարախոսության մեջ ասենց հստակ կետեր կան դրված, որ պետք է այդ պահպանվի, որովհետև այդ է երաշխիքը, որ չձուլվեն, չթուլանան։ Ինքը կարողացել է այսօր միջուկային գերտերություն դառնալ ու որոշակի իր հետ ոչ թե որոշակի ռեալ հաշվի են նստում։ Այսինքն ի շնորհիվ իր ավանդապաշտության ու իր երկիրի մշակույթը սիրելու պահպանելու։ Հիմա մենք ինչ ենք անում այսքան հզոր մշակույթ ունենալով, մենք մեզ խայտարակ ենք անում, աղավաղում ենք մեր ունեցածը։ Ուղղակի ամոթ է։ Հասել ենք նրան, որ Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են մեզ, խառնում են Հայաստանի ներքին հարցերին եւ ամեն ինչ անում է, որ օր առաջ փոխեն Հայաստանի մայր օրենքը, սահմանադրությունը։ Դա էլ եմ ասում, ասենց այդ ոնց ասեմ, սարսափելի է, բայց մեր թողտվության արդյունքում ամեն ինչ էլ կարան անեն։ Այսինքն, ստեղ Ադրբեջանը չլինի ուրիշը կլինի, եթե մենք թույլ ենք տալի, եթե մենք թողտվություն, ասում է ոչխար մի եղի, որ քեզ չմորտեն կոպիտ ասած էլի։ Այսինքն, եթե մենք զոհաբերվողի դերում ենք, մեզ անտած զոհաբերող կհայտնվի միշտ էլ անունը դիր Ադրբեջան, Թուրքիա, Ամերիկա, Եվրոպա, չգիտեմ։ Այսինքն մենք պետք է գիտակցենք, որ մենք զոհի դերից պետք է դուրս գանք։ Այս ամենը փորձելով հասկանալ, փորձելով դուրս գալ այդ զոհի կարգավիճակից, միևնույն ժամանակ հասկանալ, թե ինչի կրողն ենք, ու այս ամենը միևնույն ժամանակ հասկանալով ու հաշվի առնելով Հայաստանը փրկելու ժամանակ կա։ Շատ ենք ուշացել։ Փրկել ես սենց եմ հասկանում, մինչև այսօր եթե կանք, այս էներգետիկայով այսքան մեր մեջ սենց խառնիչ աղանջությունը, այսպես ասած, վատ բան չասեմ, տարաձայնությունները, տարակարծիքությունները, այդ մենակ Աստծո ողորմածությունն է, որ այսօր կանք, անկեղծ եմ ասում։ Աստծո ողորմածությունն է, ասում եք, որ նաև մենք հատուցում ենք մեր սխալների համար, մեզ շանս է տրվում, եթե մարդը օրինակ, եթե մարդը հիվանդանում է կամ խնդրի մեջ ընկնում, այդ շանս է, հիշեք, կարար չընկներ, կարար մահանար։ Չէ՞։ Հիվանդությունը շանս է։ Հա, հիվանդությունը շանս է, խնդիրը շանս է։ Շանս է նույնը չկրկնելու, վերանայելու, թե անձի մակարդակով, թե ազգի, թե մոլորակի։ Հիմա շանսերը մենք որ շտկվենք, ուղղվենք, զորանայինք, հզորանայինք, հաղթական դառնայինք, այսօր գրեթե շատ քիչ են։ Մնում է կոպիտ շանսեր, էլի, վիրահատական, սենց կտրել կարելը, էլի։ Այսինքն մենք շատ ենք սենց մի տեսակ
ժամանակին sense հպարտացել ու այդ sense միանգամից sense անկում ապրեցինք, որ sense աշներներս բացվեց, որ չէ աշխարհին առաջվանը չի, ոնց որ մենք պետք է մեր ներսը նայենք, որ պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Եթե հայոց հողը խոսեր, ինչ կասեր իր զավակներին պաշտպանվելու եւ պայքարելու մասին։ Սեր գնահատեք ինձ, թե չէ ուրիշն է գալու ինձ տեր կանգնի։ Այդ առումով ինչ կանխազգացողություն ունեք։ Իրականում մեր հողը, ոնց որ ասած, դեռ հանդուրժում է մեզ, ասենց ասեմ։ Ինչպիսի ապագա է սպասվում մեզ, եթե մենք չհանձնվենք, այլ դառնանք ճակատագրի, մեր ճակատագրի ճարտարապետը։ Ինչպիսի ապագա, ինչպիսին որ դնենք ամենաբարձր կետում ու ձգտենք։ Հայաստանը ունի այն ներուժը, այն հզոր զենքերը, լինի բարոյական, հոգեբանական եւ հազարամյա պատմության թոհի բոհի մեջով անցած այն գաղափարախոսությունը, որ կարող է ջախջախել թշնամու ամենաժամանակակից զենքն ու տեխնիկան։ Այսինքն, ասենց ասեմ, Հայաստանը ունի ներուժը, բայց այդ ներուժը ծրված է ու ես ասել եմ ու ելի ասում եմ, Հայաստանը ունի շատ մեծ ներուժ, առաջին ներուժը ոչ թե օրինակ հանքերն են, ռեսուրսներն են, դա էլ են ներուժ, որտեղ, բայց ամենամեծ ներուժը մեր գաղափարն է, մեր խելացությունն է, մեր որակներն է, մարդկային արժեքն է, մեր գյուտերն են, մեր գիտնականներն են, որը ծրված է, սփռված է ամբողջ աշխարհում, որոնք որ մարդիկ տեսել են, որ այստեղ շատ բաներ չի գնահատվի, գնացել են ամբողջ աշխարհում մեղադրելու չի, ոնց որ ավելի կայանան, հա։ Շատերը եկել են, շատերը փորձել են պետական տարբեր ատյաններում իրենց ներդրումը ունենալ, փորձել են իրենց գյուտերը, հնարավորությունները եւ կարողությունները ներդնել, խանգարել են, չէ՞, խանգարել են։ Դա աբսուրդի ժանրից է։ Իհարկե, այո, այսինքն հիմա բայց նայեք, անկախ ամեն ինչից գալիս է ալիք, լավ հիշեք, որ գերտերությունները, շատ լուրջ կազմակերպություններ գերտերությունները չէ։ Այսպես ասած, ուզենալու են, որ Հայաստանում իրենք ունենան իրենց ֆիլիալը համագործակցությունը, Հայաստանը ապագայում, ես տեսնում եմ, որ ինքը ունենալու է հզոր, շատ հզոր, որ աշխարհով ցույց տան, գիտական կենտրոններ, որտեղ որ լուրջ գյուտեր են տեղ ունենում, լուրջ ուղեղային կենտրոններ է դառնալու։ Իսկն Հայաստանը այդ պոտենցիան, թե դրսի ուժերից, թե ներսից ծաղկում է լինելու դենց։ Ոչ թե զենքի արտադրության կամ բան, այլ զուտ ներկայիս տեխնոլոգիական։ Այսինքն այստեղ ուզենալու են ու շատ հայրենակիցներ հետ են գալու, որպեսզի իրենց հայրենիքում կարողանան այդ ճիշտ օգտագործել։ Մենք այդ պոտենցիալն, ես զգում եմ, որ քիչ-քիչ գալու է։ Մնում է մեզ, որ այդ օրհասական օրերի մեջ կարողանանք սթափվենք, գիտակցենք։ Բնականաբար, նայեք, ես ուղղակի բոլորիս կոչ եմ անում չվախենալ, որովհետև ցանկացած սպառնալիք թշնամի պետությունների կողմից դա առաջինը մեծ մանիպուլյացիա է, բայց զգոնությունը պետք է չկորցնենք, որովհետև ես ասել եմ, մինչև ինքը իր ծեծը չուտի, ինքը չի հանգստանա։ Ալիևը միանշանակ մենք ծեծենք, կոպիտ ասած, պետք է ծեծենք, որ այն չարաճճ երեխեն, որ հա չարություն է անում, ներում ես, բան ես անում, բայց էլի սենց հա գալիս է, արդեն դանակով է քեզ խփում, դու մի հատ ծեծ ես կոպիտ ասած, դասը տաս, պատմական դաս տանք, որ մոռացան երևի դասը, էլի, այդ դասը մինչև մի հատ չուտեն, ամբողջ ազգով ու իրանց հղպացած ամեն ինչով, անպայման, որ նոր արդեն գիտեն անում հետ գործ ունեն, էլի, այսինքն մենք էլի նույն հայն ենք, հա, հանգամանքներն են սենց կարա լինի։ Բոլորի հետ էլ կարա լինի, ազգի հետ էլ կարա լինի։ Արդեն հասել են մեր սրբություններին, ինչ պետք է անենք։ Okay, կգա պահա կտեսնեն ինչ կանենք։ Ես վստահ եմ, ես գիտեմ, որ այդ էներգետիկան կա, ուղղակի այն որ sense համբերության բաժակը լցվել են մի երկու կաթիլ է մնացել, որ այդ թափով էլ այնտեղ փրկություն չկա, ոչ ոք չի գա իրանց փրկի։ Հա, ցավոտ կլինի մեր համար էլ։ Շնորհակալություն Կարեն, շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ եկաք եւ ձեր կանխատեսումները ներկայացրեցիք եւ ներկայացրեցիք կարեւոր փաստեր։ Շնորհակալ եմ, շնորհակալ։ Այսպեսին էր այսօրվա տեսլականը, զրուցում էի էքստրասենս Կարեն Ափոյանի հետ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ
հայոց աշխարհին։ Մենք գտնվում ենք էներգետիկ առումով շատ վտանգավոր գոտիներում։ Մինչև ինքը իր ծեծը չուտի, ինքը չի հանգստանա։ Ալիևը Միանշանակ մենք ծեծ ենք։ դա չի ունենալու ավարտ, դա միթե չի պայթելու։ Իրանի քայլը կոնկրետ պաշտպանություն ու հարձակողականություն, կոնկրետ ռազմական գործողություն թույլ չտալը։ Կհարձակվի Ադրբեջանի վրա։ Թույլ չի տալը։ Կհրթիռակոծի Ադրբեջանը։ Իրանը խփելու է շատ լուրջ Ադրբեջանը, այսինքն Ադրբեջանից մնալու են շատ քիչ բաներ։ Այսօր էլ Ադրբեջանը լայն թափով ակտիվորեն գնդակոծում է Հայաստանի տեղեկատվական դաշտը։ Այսօր մենք բախվում ենք։ Իրանը միշտ շեշտում է, որ Զանգեզուրը կարմիր գիծ է, չէ՞։ Ալիևը կարողանում է ճնշել Հայաստանի ներկայ իշխանություններին։ Բնականաբար ամեն ինչ այդ պարզից պարզ է։ Ադրբեջանը որքանով է հոգևոր, որ նման բարգավաճման է հասնում։ Փաթեթը վկայում է այն մասին, որ ինքը չի ուզում խաղաղություն վերջ։ Այդ փաթեթը դնում ենք մի կողմ։ Իսրայելը ինչպիսի հույսեր է կապել այս տարածաշրջանի հետ։ Այսինքն միջանցքով էլ հարցը չի լուծվելու։ Ես ասում եմ կոնկրետ, բայց որ ինքը սադրիչ գործողություններ անելու է, ամեն ձև պատրաստ է։